Քանի որ սկզբնամասում ենք, պետք է նենց անենք, որ այս գույների հերթականությունը իրար հետ համաչափ գնան, սկսվի գույնը ու բացվի։ Իսկ ներսի հատվածը կրկնակի հաստության լինի, որ տաք պահի նորահարսի ոտքերը։ Հնում տատի ջերմ ձեռքերով գործած այս փափուկ ու տաք գուլպան հարսի զամբյուղի երեսին էին դնում։ Բազմերանգ բարձրուխիտ գործվածքով շաթար անվամբ այս տեսակն ազգային ժառանգություն է, որի գործքն արցախցի Ռիտան գյուղի մեծերից է սովորել։ Մեր գյուղում մի կին կար, ծեր կին էր, ինքը մենակ էր ապրում։ Մենք ընկերուհիներով տենց սիրում ենք գնանք, իրան օգնենք, բան, ու երբ գնում էինք իրան օգնելու, ինքն էլ էր գործում։ Իրա գուլպաները հակառակ մամայիս գուլպաների, իրա գուլպաները սենց էին միշտ։ Մենք միշտ զարմանում ենք, ասում ենք, այ տա ջան, խիա քո գուլպեն թարս։ Ասում էր, այդ սովորական գուլպա չի, այս գուլպան նորահարսերի գուլպա է, ինքը շատ հալա կոչվում, ինքը շատ հաստ է, իրա ներսից նայ թելը նորից իրա հետ սենց գնում է։ Ալիքաձև, շախմատային ու աստղաձև ձևավորումներով շատ հաճախ հայկական գորգերի մոտիվներով շաթար գործելը բարդ է։ Հատկապես սկզբնամասը վարպետ Ռիտայի բացատրելով լաբիրինթ է, եթե գլուխ չհանես, թելերի մեջ կխճճվես ու առաջ չես գնա։ Բայց այս կանայք ընդամենը մեկ ամսում տեխնիկան հասկացել, շուղերը ձեռքներից ցած չեն դնում։ Միասան ընթացքում արդեն սկսեցի գործել, հետո նախշերը սկսեցի արդեն հասկանալ, որը որից հետո պետք է լինի։ Հետաքրքիր է։ Այո, սիրելու բան է։ Նախշերը վերցրել եմ համացանցից ու տարբեր տեղերից եմ վերցրել ու հավաքածու սարքել, որ իրար հետ խոսան ու գույներն էլ իրար հետ ինձ թվում է սիրունաստացվել։ Հնում փայտի, պողպատի, անգամ ոսկորի շուղերով են գործել եւ ամենատարբեր առիթներին նվիրել։ Տարբեր է եղել նաեւ գործելու ձևը։ Ոմանք 5 շուղով են ստացել, ոմանք էլ թելը վզին գցած այս ու մի շարք այլ տեխնիկաների շնորհիվ գուլպաները տարբերվել են ու պատիվ բերել գործողին։ Մեր մշակույթի այս կարևոր, բայց մոռացված ուղղությունը տարածելու նախաձեռնությունը Roots and Next հիմնադրամինն է։ Մեր լեռնաշխարհում գուլպա հագել են միշտ։ Դա համարվել է հագուստի մաս, տարազի մաս, եւ հետագայում սա արդեն մեր մշակույթի մեջ եղել է ոչ միայն որպես հագուստի մաս, այլ բոլոր ծեսերի, հատկապես հարսանեկան ծեսերի, կնունքի եւ բոլոր արարողությունների ժամանակ նա հանդիսացել է նաեւ որպես ընծա։ Զարդանախշեր ունեցել են իրենց անունները՝ տախտկուկ, օզորուկ, չաթալ, կոլկոլ, այդպիսի անվանումներ են ունեցել եւ յուրաքանչյուր գործողի անձնական շնորհքն է եղել իր սեփական նախշերը եւ իր նախընտրած գույները համադրելը։ Ազգային զարդանախշերով ու գույներով իրենց կյանքը լցրած այս կանայք ասում են, ճիշտ է անսովոր էր գուլպան գործել ներքևից վերև, բայց շնորհիվ Հադրութի ստեղծագործական կենտրոնի հմուտ վարպետների շատ արագ տիրապետեցին։ Պատերազմից հետո, որտեղ աստեղ էի, Իննա Թամրազյանը ասեց, եթե սովորեք, կարողանաք գործեք, կգաք մեր կենտրոնում աշխատելու։ Եվ 20 թվականի սովորեցի շաթար գուլպան, որ ծայրից ենք սկսում։ Բենազգայինը միշտ լինի, ամենտեղ երևա, մեր աղջիկները սովոր են մեր պապական եկած նախշերը իմանան, դրա համար ենք եկել։ Այս գուլպանները մեծ հետաքրքրություն ունեն դրսում, հետևաբար նախաձեռնությունը շարունակական կլինի, դրանք կներկայացվեն նաև միջազգային ցուցահանդեսներում։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։